հարգելի հեռուստադիտողներ, 1993 թվականի գարունը մեզ համար նշանավորվեց մի շարք մեծ ու փոքր հաղթանակներով, սակայն պատերազմի վերջը չէր երևում։ Դեռ կանգուն էր Աղդամը, որտեղից պարբերաբար հրթիռակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու շրջակա բնակավայրերը։ Դեռ վնասազերծված չէին հակառակորդի բազմաթիվ կրակակետեր, որոնք շարունակում էին մահ սփռել շուրջ բոլորը։ Աղդամն իհարկե ամենան էր, և մի հարվածով գրավել այն մեզ ցավոք չհաջողվեց։ Դե ինչ, պատերազմը մնում է պատերազմ և վրիպումները անխուսափելի են։ Հունիսի 11-ի երեկոյան կենտրոնական պաշտպանական շրջանից մեզ ասացին, որ վաղը գործ է սպասվում, եթե ուզում ենք, կարող ենք միանալ։ Ես, օպերատոր Վադիմ Մկրտչյանը և ռեժիսոր Վիգեն Բադալյանը, որը նույնպես տեսախցիկով էր, գնացինք Զորամաս, որտեղից էլ Ասկերան, ուր մնացեք ամբողջ գիշեր, որպեսզի դեռ լույսը չբացված մեկնենք դիրքերը։ Այստեղ ես հանդիպեցի Ասկերանի գնդի ականազերծողների վաշտի հրամանատար Արմեն Սեյրանյանին, որի հետ մենք մտքեր փոխանակեցինք։ Ինչ իմանայի, որ մի քանի ժամ հետո պիտի առնեի Արմենի մահվան բոթը։ Այժմ ձեզ ենք ներկայացնում մեր կատարած նկարահանումները և կադրերն իրենք կպատմեն այդ օրվա մասին։ Ասեմ, որ մարտագործողությունն ընթանում էր Շելլի գյուղի ուղղությամբ, այսինքն Աղդամից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա։ Прямо на позицию, прямо тысячам, прямо гордо там. Сказал. Слушайте, я это мин. Басарный версус киниан. Утаса бунда. Я моем похва. Команда закрывает. Поставим. Это не слышно. Это Амазон. Zaneco carrasireki. Dovor saati ko mikuji tarmazisinin, ne çok bakçala, to tarmazisinin ara. Bir yağmur var bugün. Mine ko altta gayrat ki, yukarı ateş tutulmuyor. Շելլիի պաշտպանական գիծն այնուամենայնիվ ճեղքել չհաջողվեց։ Ավելին, Ասկերանի ուղղությամբ նույնպես գործերը վատ էին ընթանում։
մեր զրահամեքենան պայթել էր հակառակորդի վրա եւ հետևակի առաջխաղացումը փաստորեն կասեցվել էր։ Այդ մասին Սամվել Կարապետյանին հայտնեց Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանյանը, որը եկել էր 5-րդ պահակակետ քննարկելու ստեղծված իրավիճակը եւ համատեղ ոչիր կայացնելու։ Երկու հրամանատարների զրույցից ես տեղեկացա, որ Մարտունու կողմից Աղդամի ուղղությամբ աշխատում են Ավոն ու նրա տղերքը։ Քիչ հետո Վիտոն կապի դուրս եկավ Ավոյի հետ եւ ես ձայնագրեցի այդ այժմ արդեն պատմական դարձած ռադիոկապը, որը հետագայում դարձավ Ավոյի մասին պատրաստած 00 կապի մեջ է ֆիլմի առանցքը։ 0045-ին։ Սկսում եմ։ Ուրեմն կես ժամից սկսում եմ։ Կես ժամ, իսկ որտեղի վրա ճիշտ։ Մոտդ քարտեզ գա։ Այո։ 587-ի վրա։ Տղճի տեղը։ Ինչ կդրված այդ։ 5, 8, 7, ստորակետ 3։ Եղավ, հիմա ես կնայեմ։ Կավի մեջ մնա։ Մնամ։ Իսկ նոր դուզեք մտնել անդեղ։ Իսկ ավելի աչ, ինչ պիրեք։ Ավելի աչ հալակաղնած եմ։ Լավ, մերոնք դագվին աշխատին, կշարնագեն աշխատելու, եթե հաջողիս շատ կխնդրեմ, իջնեք և աչ թեկվիկ, մեկ մաս տնեք անդեղ բայելու, մեկ մասով աչ թեկվեցեք, մենք արդեն այնտեղ ենք, իրենք ոչ տեխնիկա ունին, ուր որ նայենք, մերոնք խպած են ես տեխնիկաներին, ոչ բան, մի քիչ մի հետևակ որ գործված են հաղոյ այկիների մեջ, եթե մտնեք ալեն իջեք և աչ թեկվեցեք։ Սակայն Մարտունու պաշտպանական շրջանի այդ սրընթաց առաջխաղացումը չփրկեց ընդհանուր դրությունը։ Այդ օրը վիճակված չէր գրավել Աղդամը, դա պիտի լիներ 1.5 ամիս հետո, իսկ այն օրը այն օրն նույն մտքով կանցներ, որ որոշ ժամանակ անց մենք առնելու ենք նաև Ավոյի մահվան բոտն ու չէինք հավատալու։ Մեր նախնական պայմանավորվածության համաձայն այդ օրը ես նրա կողքին պիտի լինեի, որովհետև ասել էր, որ Աղդամի հարցերը պիտի լուծենք և մեքենան պիտի ուղարկեր մեր նկարահանող խմբի ետևից։ Մինչև հիմա էլ չգիտեմ, թե ինչու նա այդպես էլ չուղարկեց մեքենան։ Ու հանկարծ ասում են, որ Ավոն զոհվել է։ Զգացի, որ աչքերս մտնվում են, արյունը կարծես սառչում է երակներիս մեջ։ Մի կողմ քաշվեցի ու սկսեցի փղծկալ։ Հունիսի 12-ը սևով գրվեց մեր ազատամարտի պատմության մեջ։ 92-ի հունիսի 12-ին զոհվեց Յուրի Պողոսյանը, Քուչուր Յուրը, 93-ի նույն օրը Մոնթե Մելքոնյանը, նույն ինքը Ավոն։ Այս կադրերը մեզ արդեն տեղափոխում են Մարտունի 13 հունիսի 1993 թվական։ Արցախը հրաժեշտ է տալիս իր նվիրյալ զավակին, որը եկել էր հեռավոր ամերիկաններից ու զինվորագրվել համազգային պայքարին, դարձել զինվորների ու ժողովրդի սիրելին։ Հիրավի սուքը համաժողովրդական էր ու ցնցող էր Ավոյի այրու Սեդայի խոսքը։ Միշտ կսեի, որ մաղոյին դիվիդանին, բայց երբեք մտքես շերասներ, որ ասան դիվիդանին։ Հույս ունիմ, որ նա ձեր մեջ ուժը կգտնեք, որպեսզի Ավոյին ավանցներով, Ավոյին տասկերազությամբ, Մոնտեի նվիրվածությամբ մեկը կգտնեք ձեր մեջ, մարդիկ կգտնեք ձեր մեջ, դուք ձեր մեջ շատ լավ տղաներ ունիք։ Եթե Մոնտեի մենք պիտի դանենք, որը չի նշանակել հոգ է պես պիտի դանենք, իր հոգին միշտոց պիտի մնա։ Չի նշանակել, որ իր դղաները, իր սիրած գրվողները չեն գնալ իր կործը շարունակել։
Եթե դուք ինձ գսեիք, որ ինքը մեզ փրկեց, ինքը ասահմանները պահպանեց, հիմա դուք, որպես իր հոգին ուրախը լա, պիտի պաշտպանեք ասահմանները և ավելին։ Դուք կրնակ ադիկանեք։ Եկեցեք թե գիտակ, կրնեք թե մեջ լավ ուժերը, որոնք կրնան ձեզի առաջնորդել և պահել ասահմանները։ Կին Արցախի սահմանները պետք է պահել։ Մոնթեի դին հողին հանձնվեց հունիսի 19-ին Եռաբլուրում, այնտեղ, ուր հանգչում են նրա բազմաթիվ մարտական ընկերները, և այդ սրբավայրն իրավամբ դարձել է ուխտատեղի։ Այժմ ձեզ ենք ներկայացնում կարծիքներ Ավոյի մասին, կարծիքներ, որ արտահայտել են նրա զինակիցները։ Ավոն իմ մարտական ընկերն էր, Ավոյի հետ ծանոթացել եմ հենց առաջի օրը, իր Ղարաբաղ գալու առաջի օրը։ Ավոյի հետ շատ էինք շփվում, կիսվում իրար հետ։ Շատ դժվար է խոսել մի մարդու հետ, որը թերություն չուներ։ Ավոյի մահը մի ուրիշ ազդեցություն ունեցավ բոլորիս վրա։ Մենք այս պատերազմի ժամանակ շատ ընկերներ են կորցրել, լավ զինվորներ և հրամանատարներ են կորցրել, բայց դե Ավոյի մահով մենք հասկացանք, որ ազգն է կորցրել ազնվորություն, մի ազնվորություն, որի նմանը երևի կարող է ծնվի 10 տարի կամ 50 տարի մեկ, այդ դա էր Ավոն մեր համար։ Իմ կյանքում, իմ գործունեության ընթացքում չեմ հանդիպել որևէ մեկին, որը այդքան նվիրված լիներ գաղափարին, դրա հետ միաժամանակ լիներ այդքան ազնիվ, անձնուրաց, մեծ ավանդ ունի Արցախի ազգային ազատագրական պայքարում, ոչ միայն որպես հրամանատար, որպես զինվորական մարդ, այլ որպես հայ, պես մարդ, որը իր կենդանության օրոք առասպել էր դարձել։ Իհարկե Ավոյի կորուստը մեծ էր, առաջին հերթին Արցախի համար, իհարկե ամբողջ հայկական զինված ուժերի համար։ Մենք առաջին անգամ հանդիպել ենք հատուկ ծրագրերի պետական վարչությունում նախքան Ավոյի Մարտունի գալը։ Ես կասեի, որ նա մեծ դաստիարակչի հմտություն ուներ։ Հիշում եմ հետագայում, երբ հանդիպեցինք Մարտունիում, նրա մոտ մտան թշված զինվորները։ Ավոն նայեց նրանց և հարցրեց, թե որտեղ եք ձգել թնդանոթը։ Տղաները չհասկացան նրան, միայն ասում էին, Ավո, անձրև է գալիս։ Իսկ Ավոն նորից է հարց տալիս։ Ես ձեզ հարցնում եմ, ինչի եկաք։ Վերջում, երբ արդեն Ավոյին բացատրեց, որ տղաները ինչի են եկել, նա չէր հասկանում, այն ժամանակ թրջվել ենք թոռակյալիս բառերը, Ավոն նայեց նրանց մեհերնական բարի շփիթով ասաց. դուք, որ պետք է մեռելուն պատրաստ ըլակ,
Շվելուն պատրաստ չեք։ Դուք ո՞վ կուզենաք հողը պաշտպանել։ Այնպեսի կարող եմ ասել մեր զորավարել, որ միջև ինչ-որ օպերացիա մշակել, ինչ-որ մի գործողություններ անել է, ամեն ինչ միջև վերջին մանրուքները մշակում էր հետո կատարում։ Դրա համար էլ հենց ստացվում էր, որ Մոնտե իր ղեկավարած մարդերը միշտ էլ համարյա հաջողվել են հաղթանակներով։ I heard that tragic news. Avoyi լուրը որ լսեցի հենց նույն օրը ես սկսեցի արդեն աչքերս լցվեց, որտեղ ճանաչում էի Avoyin եւ իմանում էի, որ շատ մեծ զոհաբերություն է տարել իր ժողովրդի եւ իր գետնի համար եւ նույն օրը նստեցի հոդված գրեցի թե Avoyin եւ թե Սեդայի մասին եւ այդ կողից մի քիչ հոգիս հանգստացավ որպեսզի կարողացա իմ պարտքս կատարեմ Avoyi դիմաց։ Avoyi պես զոհաբերվող տղերք շատ կան, զինվորներ շատ կան, բայց մեկ բան, որ ավելնորդ էր Avoyi մասին, այն էլ որ Իրանի ուրիշ երկրից եկած, իր երկրի թողած եկած եւ իր հողի համար էր այստեղ գրվում։ Avoyi պես մարդիկ ցույց են տալիս, որ իսկապես մարդասիրական ոգի կա այս ժողովրդի մեջ։ Կռում եք իրեն ոճով, ոնց են սովորացել են ձև եք կռվում։ Չեմ վախենում զինվորների թուրքերից։ Ինքը դա եղել է վերինաշճանի ազնի մարդ։ Ինքը միան նվիրված է եղել այս գործին, հայ ժողովրդի ազատագրման գործին։ Շատ բան կա, իրենից ինչ որ ինքը անում է, դա սովորելի բան է։ Մեր Ղարաբաղցիների համար դա մի քիչ անհասկանալի է, ինչ որ ինքը անում է։ Իսկականից մի զինվորա, որ մենակ ծառայել է իրեն ժողովրդին, ուրիշ ոչ մի բան նա չի ծառայել։ Avoyi կորուստը ես այստեղ համարում եմ ոչ թե միայն զինվորի կամ փիլիսոփայի կորուստ, այլ մի ամբողջ էությամբ դա յուրահատուկ մարդ էր եւ ես գիրք եմ գրում Avoyi մասին, որը պայմանական այսպես վերնագիրն է Avoyi հետ երկխոսությունները, ընդամենը մի միտք ասեմ, որը արտահայտել է ինքը բուն Avon, նա ասել է, որ Աստված ստեղծել է յուրաքանչյուր էակի այնպես, որ նա պետք է ունենա իր ինքնապաշտպանության ձևը։ Ամենապարզ կենդանին նույնիսկ ունի այդպիսի պաշտպանության, ինքնապաշտպանության ձևը եւ հանկարծ Ղարաբաղցիները, որոնք զենք են վերցրել իրենց ձեռը, որպեսզի պաշտպանեն իրենց մայրերին, իրենց օջախները, եւ կարծես թե աշխարհը ոտքի կանգնել եւ ասում է դուք չպետք է ձեզ պաշտպանեք։ Մենք պետք է աշխարհին ապացուցենք ոչ թե խնդրանքով, այլ կռվով, որ մենք պաշտպանելու ենք, որովհետեւ դա Աստծո տված մեզ համար օրենքն է։ Եվ ես համոզված եմ, որ իրոք ամենամեծ եւ ամենաանկրկնելի հուշարձանը Avoyin դա պետք է լինի եւ ոչ թե միայն Avoyin բոլոր զոհվածներին պետք է լինի եւ կլինի մեր համընդհանուր հաղթանակը։ Երբ որ բզդիկ էր ես եւ իրեն մենք բեյսբոլի խաղը կխաղայինք։ Եվ ես ամեն օր փորձ մարզան կրած էի կամ փորձառություն ըրած եմ, որ լավ խաղամ բեյսբոլը ամեն օր։ Մոնտեն այնքան շատ չերավ, ուրիշ բաներուն վրա զբաղված էր։ Բայց եւ ինձ մեկ տարի բզդիկ է, չէ։ Բայց նույն ագումբին վրա մեջ էինք դարիմ։ An բզդիգեր, բայց ագումբ խմբաբեդը, այսինքն բեյսբոլի խաղին խմբաբեդը գուզեր, որ ան այդ ագումբին մեջ լա։ Եվ թրավ իրեն իբրև նեդողը, բեյսբոլի կնթագի նեդողը։ Եվ շատ լավ նեդողն էր, Ես երկրորդ ինչպես կսեն, երկրորդ բեյսբոլով բեյսը կսեն չեմ գիտեր։ Այսինքն երկրորդ դեղն էի եւ Մոնտեն նեդողն էր։ Նեդողը բավական շատ կարևոր մեկն է այդ խաղին մեջ։ Լավ էր, շատ
արակորեն եւ ուժող կնտագը գնետեր եւ շիդակ ընդհանրապես կգարձեմ որ Մոնտեն շիդակ այսինքն շիդակն է դեց բանը այսինքն սկիզբեն կիցավ ուր բիդի նեդեր իր գեանքը եւ զորա իր ամբողջ զորությամբ նեդեց իր գեանքը այն նպատակին Ինչքան հրյաներ Ամերիկայեն կացած են Իսրայել գրվելու Գիտես ինչքան Hispanic մարդիկ կացած են Նիկարագուա գրվելու Գիտես ինչքան լավ ուրեմն վերջ մենք ալ հայենք մենք ալ Հայաստան մունենք մենք ալ մեր կորձը կարգավորենք Գիտես ինչքան Իռլանդացիները Ամերիկայեն կացած են Իռլանդա բաննել ինչ ասիգա Normal պամն Որ մոդիկի ասքան տարալջում իբարես Որ հերու երտաս ասքան տարալջում իբարես Ուրեմն շատ ավելի մարդ Եթե աս տարալջում վրա օրնակ 200 մարդ թրադես Ուրեմն 200 3 անգամ 600 հոգի միլիոննաս այդ մյուսը բարեք 600 հոգի Ասա ինչքան հերու երտա Այնքան պամն Մարդու գարիցս Դորդո շուտ ու արգենք How long you been here already? Just arrived. Okay. I thought the BBC was better equipped today. Do extra screws on it. Nurgudek, yalla versin. Versin. Yerevan çıkarsa. Sedan Peral. Peral, it's good. Paretsiz, hiç versiz. Love versin. İskada. Mekada. Love sevmure. Love, tu nici gânesc. Nici cam virimena. Ne asta că mi-am șamio? Astea. Ժամանակավոր բան։ Ժամանակավոր է։ Այսինքն շատ լավ օր եկար։ Դեսար գապ կասի։ Երեկվա հաջողությունների մասին ասեցի։ Archer եւ երեք եւ անցյալ ամիս եւ անգի առաջ ասեմ մեկ սանտիմետր չենք տվել չէ վանած ֆոտոգիցը Վանյան մտար շատ ոգևորված երեք դեսնեք ցերոնք ինչ արեցին շատ բարդ էր ուրեմն ինքը Archer-ը հաղթանակ ոչ թե երեք մեկ տանկ հիմա դեպքի դիվնա վերցնենք հաշվիչած իրենց մեկը BMP2 ամբողջին հավեցավ մեկ երկրորդ տանկ խփեցինք բայց բան ասկոլոշի ֆուգասնիով եւ չի բաները չի փչացած վիրավորեց տանկին բայց ոչ թե ալերի փչացած ոչինչ ադա ասկերային տանկն երկու տանկ խփեցին իրենց գավ չի լավ է Ասեն, որ Մոնթե Մելքոնյանի լեգենդար ավոյի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, գրվել են գրքեր ու երևի դեռ պիտի գրվեն։ Եվ դա բնական է։ Ինչպես է բնական է այն, որ ժողովուրդը այս կամ այն կերպ հավերժացրել է նրա անունը, իսկ երկու հայկական պետությունները, Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրան շնորհել են հայրենիքի բարձրագույն կոչում, հերոսի կոչում։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհել Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, հանձնելով հայրենիքի շքանշան։
Ինչպես վայել է իսկական հերոսին, ժողովուրդը երգեր հյուսեց իր զավակի մասին, որոնցից մեկով էլ ուզում ենք ավարտել մեր այսօրվա հաղորդումը։ Ցտեսություն։ Օտար երկրում ես սնվել իմ անկեր, օտար արևն է գուրգուրել քեզին, օտար երկրում ես սնվել իմ անկեր, օտար արևն է գուրգուրել քեզին, արյանք հոգանչա Արցախն է բերել, Արցախի համար քո կյանքն ես տվել, արյանք հոգանչա Արցախն է բերել, Արցախի համար քո կյանքն ես տվել, Աղոջան աղող հերոսան նման, Արցախի զորավար Մոնթե Մելքոնյան, Աղոջան աղող հերոս իմ սիրած, օգու գերասը անկատար ամանած, Զենքի ընկերներ փոսին ու ավոն, Աշնագ մեր ուժան անվեհեր մավոն, Զենքի ընկերներ փոսին ու ավոն, Աշնագ մեր ուժան անվեհեր մավոն, Մարդունին եղավ քաջերի տունը, Օֆիդային հետի արծվաբույնը, Մարդունին եղավ քաջերի տունը, Օֆիդայի հետի արծվաբույնը, Աղոջան աղող հերոսան նման, Արցախի զորավար Մոնթե Մելքոնյան, Աղոջան աղող հերոս իմ սիրած, օգուտ գերասը անկատար ամանած, Անգեր հարոյան պարոն գնդապետ, Եվ որոսել ես ավոն ես պանավել, Անգեր հարոյան պարոն գնդապետ, Եվ որոսել ես ավոն ես պանավել, Տխուր ու տրդուն դու շատ ես լացել, Արյավշտերի շատ ես տարապել, Անդրանիկ Փաշան գոտրեդ Գևորգին, Անգեր հարոյանը մեր քաջավոյին, Աղոջան աղող հերոսան նման, Արցախի զորավար Մոնթե Մելքոնյան, Աղոջան աղող հերոս իմ սիրած, օգուտ գերասը անկատար ամանած, Արցախի քաջերը ֆիդայիները, Հոգերեզմանին երդում են տվել, Արցախի քաջերը ֆիդայիները, Հոգերեզմանին երդում են տվել, Հեյ աղդամնա վերել, հասնել բերդամ, մի խոսքով արյան վրեժը լոծել, Աղդամնա վերել, հասնել բերդամ, մի խոսքով արյան վրեժը լոծել, Աղոջան աղող հերոսան նման, Արցախի զորավար Մոնթե Մելքոնյան, Աղոջան աղող հերոս իմ սիրած, օգուտ գերասը անկատար մանած,